Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարությունն աշխատանքային ակտիվ փուլում է եւ մասնագետներին միացող քաղաքացիների հոսքը չի դադարում։ Կամավորների հարյուրավոր խմբեր են բարձրանում հատիսի գագաթ։ Այս անգամ նրանց են միանում 100 հազարավոր հետևորդներ ունեցող հայ բլոգերները։ Երիտասարդները մեր երկրի ապագայի շարժիչ ուժն են եւ պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր լայնամասշտաբ ծրագրերում մեծ չափաբաժին ունեն։ Ակտիվ բլոգերներին այս խորհրդանշական վայրում Գագիկ Ծառուկյանը հատուկ խոսք ունի։ Քանի որ դուք մեծ դիտումներ ունեք, մեծ համակիրներ ունեք, հազարավոր, միլիոնավոր Հայաստանում եւ դրսում նայում են, որ դուք կարողանաք տեղյակ պահել, որ այսօր այս վիճակը մեր ազգի խեղճացած, կոտրված որպես մենք հայ մեծ ձեռնատու չի, ամոթ է մեզ, որ պետք է կարողանանք միասնական լինենք, ուսուսի տված, կողքի կանգնած, որ մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, այդ խեղճությունից դուրս գա, դա բոլորս էլ գիտենք, որ ժամանակավոր բնույթ է կրում, այսօր մենք աշխարհում ենք հայ ժողովուրդը ձեռագիր ունի, պատմություն ունի, ազդեցություն ունի, կարողություն ունի, ունենք շատ ազդեցիկ հայեր, որ նրանք կարողանան տեղյակ լինեն, մասնակից լինել, ցանկացած հայի համար ունի մեկ հայրենիք, որ իրենք պատրաստ են մասնակից լինելու, աջակից լինելու այս վիճակից դուրս գալու համար։ Իսկ հայ ժողովուրդը ձեռագիրն ունի աշխարհի գիտության մեջ, արվեստի մեջ, սպորտի մեջ, կրթության մեջ, այնպես որ մենք պետք է կարողանանք այդ բոլորը իրականացնենք, իրագործենք, որ այս վիճակից դուրս գանք։ Երբ որ դուրս գանք, ամբողջ աշխարհը մեզ կհարգի, կգնահատի, կունենանք ավելի լավ դաշնակիցներ։ Պետք է չնայենք կուսակցական, ոչ կուսակցական, այլ մարդիկ գործով պետք է զբաղվեն, իրենց հայրենիքիցի կողքը պետք է լինեն եւ կարողանանք այդ բոլորը իրականացնենք, որ մենք կարողանանք հպարտ քայլել։ Անհնարին ոչինչ չկա։ Հավատացեք, եթե ազգովի միասնական ամեն մեկը մի կողմի չկանգնի, մյուսին չբամբասի, ցեղ չշպրտի, կարող եք անել անպայման պետք է կազմակերպել եւ անել։ Իմ խնդրանքը սա է, որ կարողանաք տարածել։ Քանի որ մեգանախագիծը լայն արձագանք է գտել եւ բլոգերները դրան չէին կարող անմասն մնալ, հատիսի գագաթ են բարձրացել մի շարք հարցերով։ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է պատասխանել դրանց։ Արցախցի բլոգեր եմ ու ես լսել եմ առաջարկ Հայաստանի մրցույթի մասին ու սիրով մասնակցել եմ, ուզում եմ վստահ լինեմ, որ ժյուրին արդար է լինելու է, չէ՞։ Առաջարկ Հայաստանի ծրագիրը, որ ես ասել եմ, ծրագրեր պետք է ներկայացնեն, հենց տվյալ ոլորտի մարդիկ, որ անմիջապես ոլորտում աշխատում են, զբաղվում են։ Նույնը եւ ուսանողությունը, դա իմ առաջարկն է, որ ուսանողությունը պետք է ներկայացնի այդ ծրագիրը, որ ինքը սովորում է, ավարտում է, պետք է աշխատի, պետք է ընտանիք կազմի, սկզբից մինչև վերջ, որը սովորում է։ Ինչն է այսօր խնդիրը, պրոբլեմը։ Ես ես 100% խոստանում եմ, արդար է լինելու, ես հետևելու եմ։ Եվ համոզված եղեք, դա մեր երիտասարդության ճակատագրի խնդիրն է։ Այստեղ անարդար չի կարա լինի, որտեղ դա կախված է ձեզնից, ով ներկայացրեց, քննարկեցինք, որ իրոք դրանք են խնդիրներն ու խնդիրները։ Մենք պետք է ներկայացնենք, որոնք լուծումներ ունենան։ Ես բոլորին հատել եմ, որ մրցույթին իմ տղան էլ մասնակցի, հավասարի դեպքում իրավունք չունեն հաղթանակը տալ իմ տղային։ Այնպես որ իմացեք, համոզված եղեք, լիարժեք ձեր խնդիրներն ու խնդիրները, որը խանգարում է ձեզ, անպայման դա նշեք, որ դրանք լուծումներ ունեն։ Ուրեմն բոլոր կմասնակցեք, այնտեղ արդեն պատրաստ եք։ Շեղ կլսնեք, նպատակ կպահեք, ձեր ընտանիքին, ձեր ընկերներին, ձեր սերնդերին տեղյակ կպահեք, որ այս գործին դուք մասնակից եք եղել, քար եք դրել, որ ձեր նպատակները իրականություն կանեն։ Սա ազգովի կառույց է։ Պատիվ ունեմ բարձրաձայնելու, որ ես աշխարհի ամենաբախտավոր հայերից մեկն եմ, ով մասնակցում է Հիսուսի արձանի կառուցման ընթացքին։ Եթե նույնիսկ չհասցնեմ որևէ մեկի պատմեմ կամ չպատմեմ իմ հոգու համար, ինձ համար սա մեծ պատիվ է եւ հանգստություն, որ ես կարողացել եմ մեկ դույլ ցեխ, ինչպես բոլորն են ասում, ավելացնել այս հրաշք վայրին։
Բազմիցս լսել ու տեսել են, թե ինչ են զգում տարբեր ոլորտի մարդիկ այս բարձունքում։ Հիմա իրականացավ նաև իրենց ցանկությունը՝ սեփական աչքերով տեսնելու, մասնակիցը դառնալու աշխարհի նոր հրաշքի ստեղծմանը։ Տպավորությունը շատ լավ է, այն որ երեխեքը ճամբարի են պատրաստվում, ժամը 6:30-ից արթուն են, դա իմ մոտ էր, տենց առավոտվանից սպասում էի այս հանդիպմանը։ Ծանոթացանք պարոն Ծառուկյանի հետ, շատ ջերմ, առաջին անգամ եմ տեսել ու տպավորությունը, որ ասում եմ վիշի։ Տպավորված եմ, շատ հպարտ եմ ու սրանով էլ գրավենք տուրիստներին, որպեսզի գան Հայաստան, ճանաչեն մեր երկիրը ու միանշանակ յուրաքանչյուր կողմից որ նայում եմ, մենակ դրականը կարող եմ ասել, սա մեզ պետք էր։ Այս վարքյանին էլ ուզում եմ ես էլ իմ անունից ու իմ ընտանիքի անունից երկար տարիների կյանք ու առողջություն մաղթեմ Ծառուկյանների գերդաստանին այս գաղափարը իրականացնելու համար, որովհետև սա գրվեց աշխարհի պատմության մեջ։ Ես շատ տպավորված եմ, որովհետև ինքը սենց ահավոր մեծ իրադարձություն է, պատմական, ու որի մասնակցությունը ես ունեմ, իմ համար այդ շատ սենց մեծ պատիվ է ու շատ հաճելի է։ Այս ամենը տեսնելուց հետո են, որ մարդը մի տեսակ թևեր է առնում ու մեծագույն սիրով կսպասեմ այն պահին, այն րոպեներին, որ արդեն կտեսնեմ անցամբ արձանը, ինչու ոչ, ամեն բան կանեմ, որ շուշոտ այդտեղ լինեմ, այստեղ հանգստությունն է, ինչի համար շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին։ Հրաշալի գաղափար է, քանի որ այս արձանը որպես հայ քրիստոնյա եմ ասում, պետքա որ Հայաստանում անպայման լիներ, ասենց Հիսուս Քրիստոսի արձանն էլ այս բարձրության վրա, վստահ եմ, որ շատ տուրիստների կկանչի այս արձանը մեզ մոտ։ Ինչ վերապրեցինք այստեղ գրեթե աննկարագրելի է, իրականում անգամ խոսել չեմ կարողանում։ Սա հայացքի համար կարծում եմ մեծ իրադարձություն է։ Այնքան աննկարագրելի էմոցիաներ եմ զգացել անկեղծ, որոնք որ շատ վաղուց չեմ զգացել, ինչ որ շատ ուժեղ հանգստություն, խաղաղություն ամենակարևորը կարծում եմ, ինչը որ պակասում է այսօր մեզ։ Սա Հայաստանի մեջ մեծ ներդրում է, տուրիստական ներդրում է, այսինքն լիքը փող են գալուց ասեն, մի խոսքով լավ է էլի մեր համար։ Որ սենց հելանք, սենց պատուանից նայեցի ու պապային ասում եմ, բայց փաստորեն սարքում են։ Եվ վերջում երկինք են բաց թողնում ճերմակ աղավնիներ, բարի մաղթանքներով ու խաղաղության աղոթքով։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։